Դարձավ, որ շատ հարցեր հանվեցին եւ շատ կարեւոր հարցեր ձեր դիտարկմամբ այդպես էլ պատասխան չստացան։ Ես ճիշտ ասած շատ վատ տպավորությամբ եմ դուրս գալիս այս նիստից, որովհետեւ ըստ էության խախտվում են բոլոր էտապներում իմ դատավարական իրավունքները, այսինքն ինձ մեղադրանք առաջադրվում 2025 թվականի փետրվարի 21-ին մի վարույթով, որը նախաձեռնվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին, այսինքն նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի փետրվարի 21-ը ոչ մի կարգավիճակ ես չեմ ունենում այս վարույթի շրջանակներում, փետրվարի 21-ին շղթ մի հատ մեղադրանք առաջադրում են, չեն թողնում ես միջնորդություններ ներկայացնեմ, իմ դատավարական իրավունքներից օգտվեմ, ապացույցներ ներկայացնեմ, դատավարական գործողություններ արվի վարույթային ապացույցներ ձեռք բերվի, որով կարող է հերկվեր, իրենց ներկայացված մեղադրանքը, հենց այդ փուլում կարճվեր եւ այլն, սահմանափակում են իմ այդ իրավունքներն, ուղարկում են դատարան, ասում են մնացած հարցերը կետակ կպարզեք դատարանում։ Հիմա գալիս ենք դատարանում հանդես են գալիս հարցերով, որի պատասխանները պիտի տա այն հարցադրումների տեղեկությունները, որոնք մեր համար կարևոր են մեր պաշտպանությունը իրականացնելու համար, եւ դատարանը դրանք հանում է այդ հարցերը, ասում է որ դրանք վերաբերելի չեն։ Իսկ ո՞ս վերաբերելի չէ։ Ժամերով, չէ, ասենք չեմ չափազանցացնում, ասենք մի քանի րոպե հիմնավոր փորձում եմ բացատրել, թե այդ հարցը ես ինչի համար եմ տալի։ Դուք ինձ մեղադրանք եք առաջադրել, հանրային մեղադրանք առաջադրել, ասում են սահմանադրական դատարանի դատավորները ապօրինի են պաշտոնավարում։ Հիմա որպեսզի դա համարես իրենց համար վարկաբեկող տեղեկություն, պիտի ճշտես, թե դա տենց է, թե տենց չէ, այսինքն վարույթային գործողություն պիտի անես, եթե պարզի որ վարույթային գործողությունների արդյունքում իրոք իրենք ապօրինի են պաշտոնավար, հնարավոր է որ դա պարզվի, չէ, եւ արդեն այս գործի ընթացքը լրիվ փոխվի, այսինքն ես դառնամ այլևս ոչ թե մեղադրյալ, իմ կարգավիճակը փոխվի, այլ դառնամ վկա եւ մեղադրյալ դառնան են մարդիկ, ովքեր ապօրինի են պաշտոնավարում։ Հիմա որպեսզի դա պարզվի, պիտի իրականացվի վարույթային գործողություն։ Հիմա հարցերը ման տան վկային։ Հիմա առաջիկայում ես միջնորդություններով էլ եմ այդ նույն բանը ներկայացնելու։ Այդ ամեն ինչը պիտի արվի պարզելու։ Բայց ի՞նչ է նշանակում։ Մի հատ դատախազ իր համար ասում է ես տենց եմ ընկալում, իմ սուբյեկտիվ ընկալումներով կամ չգիտեմ աշխատակազմի տեսակ էլ ասենք մոտավոր ասում է դրանով սահմանադրական դատարանի հեղինակությունը նվազել է։ Թե ինչքան նվազել է, ինչքան է դառը, ասենք այդ ով չափեց, ինչ մեթոդով չափեց, միգուցե իրանց որոշումն է, իրանց հեղինակությունը նվազեցրե, հələ մի հատ այդ չափենք, միգուցե ուրիշ բան պետք է անել նրանց հեղինակությունը բարձրացնել, այսինքն սահմանադրական դատարանի դատավորների հասցեին ոչ մի բան պետք չպիտի ասես, որ իրանք հանկարծ կարող է հանցագործություն անեն, բայց խեղճ դատավոր Արտուշ Գապիլյանին չի տասիկ կաշառքավերցե։ Բան էլ է դատավոր, չէ։ Բայց նրա մասին արատավորող տեղեկություններ չեք տարածում, ապացուցել եք, որ նա այդպես բան արել է։ Մեղադրանքը անմեղ մարդ է, չէ՞, ըստ պայդրությամբ։ Բայց նրա մասին այդ տեղեկությունները չեք տարածում։ Նույնիսկ բաստեղ ասենք, թե բայց ես հիմա չեմ կարող մտածեմ, որ այդ մարդը այսօր ներկայացրեցի, չէ՞, ասենք Վահե Գրիգորյանն է։ Արցախում զինվորական ծառայություն անցած մարդ է։ Եվ ինքը երթվել, ասում է, երթվում ծառայեմ իմ հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը, ու գնում է Արցախ, Մարտունու շրջանում ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Հետո գալի դառնում է սահմանադրական դատարանի դատավոր, ասում է Մարտունու շրջանը Ադրբեջանի Հանրապետությունը 91 թվականից։ Հիմա ով վնասեց սահմանադրական դատարանի հեղինակությանը, ես թե Վահե Գրիգորյանը։ Մոռանանք, որ սահմանափակումներ կան, դե հիմա ես նոր բան չեմ ասում, ես ամեն ինչ ասում եմ մեղադրանքի շրջանակներում։ Վահե Գրիգորյանն էլ սահմանադրական դատարանի դատավոր չէ, նա Էդի արատավորող տեղեկություն չի, էդի շատ իրան շատ օգտակար տեղեկություն է, ամսական կարծեմ 17000 եվրո աշխատավարձով։ Նշեցիք, որ խտրական վերաբերմունքը հստակ օրինակ բանի հետ կապված աշխատակազմի ղեկավարի, որ իմ նկատմամբ խտրական վերաբերմունք է։ Վերաբերմունք է, բայց հա դեպքը ինքը մամուլի հրապարակումներից առանձնացրել է միայն իմիջը։ Այո։ Ձեր էջն առանձնանում, այս մասով ինչ կարծիք ունեք, հատուկ է դառնում, որ դուք նաև լրատվամիջոց չեք ձեզնից, հա, ներկայացնում ընդհանրեն ձեր օգտահաշվին։ Ընդ որում ոչ թե իմ օգտահաշվի գրառումները, որոնց հեղինակը ես եմ, այլ ասենք իմ օգտահաշվից Live News-ի դիտակի հետ հաղորդաշար, որտեղ ես ես հարցազրույց եմ տվել։ Այսինքն ինքը դիտարկել է ոչ թե Live News կայքը, այլ սկզբից իմ Facebook-յան օգտահաշիվը, նոր դրանից հետո հիմա Live News-ում ա եղել, Live News 168-ում ա եղել, 168, առավոտում ա եղել, երկրորդ ալիքն է կա իմիջալոց։ Սա կա մեջ է, բայց բոլորը իմ օգտահաշվից, այսինքն ակնհայտ է դառնում, չէ, որ իրանք ոչ թե լրատվական
Երևան տրիբուն։ Տրիբուն։ Դուք էլ կաք մեջ։ Մեղադրանքի մեջ։ Դա սաղս մեջն է։ Սաղս մեջն է։ Բայց բոլորի վրա հղումները գնում է Էդգար Ղազարյանի օգտահաշվից։ Բայց եթե դու լրատվական դաշտ ես, բացի այդ, ասեք ամեն պաշտոնյա պիտի իր գործը կատարի։ Ես էլ եմ եղել Սահմանադրական դատարանի աշխատող։ Իսկ չեմ նստել լրատվական դաշտ վերլուծեմ։ Եթե իրավասություն Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը չունի, ընդ որում պարզվում է, որ ինքն էլ սահմանափակ գիտելիքների պարագայում, ասում է ես սոցիալական ցանցերում ակտիվ չեմ, կանչել է աշխատողները, ասում է որը դեք ակտիվ, հələ մտ ակտիվացեք։ Սրանք է սաղ ակտիվացեք կպել են Ղազարյան Էդգարի օգտահաշվին, նյութերը հավաքեք, գրել են մի հատ դիսկի վրա, ուղարկել դատախազին եւ իրենց մտահոգություններն են հայտնում, այ քեզ բան։ Ու էսի դառնում է քրեական գործ ու ասեք ինպես մարդուն բերեն նստացրել էստեղ ասում են մեղադրել։ Այ քեզ բան, ինչ ասես տեսանք։ Շնորհակալ ենք, պարոն Ղազարյան։ Միջոցների վրա ազդելու միջոցներ։ Եվս մեկ անգամ նշեմ Live News-ի հարգելի հետևորդներ, որ գտնում եք Երևան քաղաքի առաջին ատյան